Իսկ դուք գիտեք, որ Մաշտոցի պողոտայի այս հատվածում մինչև 1930-ական թվականները գտնվել է Երևանի հոգեբուժարանը։ Իսկ նրա հարևանությամբ Սև եռահարկ շենքում գտնվում էր Հայաստանի Հանրապետության կառավարության մաս կազմող ֆինանսների նախարարությունը։ Այդ ժամանակ Ալեքսանդր Թամանյանը նախատեսում էր կառուցել կառավարության տունը հենց Հանրապետության հրապարակում։ Սակայն 1930-ականներին դեռ չկային ոչ հրապարակը, ոչ էլ այդ շենքը։ Այդ ժամանակ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունյաթյանը որոշեց Հայաստանի կառավարության համար կառուցել ժամանակավոր մի շենք։ Այն պիտի լիներ ֆինանսների նախարարության շենքի հարևանությամբ։ Որպես համահեղինակ նա հրավիրում է իր արվեստանոցում աշխատող երիտասարդ ճարտարապետ Մարկ Գրիգորյանին։ Սակայն Ալեքսանդր Թամանյանը գիտակցում էր, որ ժամանակավոր շենքի կառուցումը կարող էր խանգարել հրապարակում կառավարության մշտական շենքի կառուցմանն ու զարգացմանը։ Նրան հաջողվում է դադարեցնել շենքի շինարարությունը։ Սակայն պետք է նշեմ, որ մի քանի տարի անց Մարկ Գրիգորյանին հանձնարարվեց ավարտին հասցնել կառույցը, և 2 տարի անց ծննդատունը սկսեց աշխատել։ Ժողովրդին այս շենքը այսօր էլ հայտնի է Մարգարյանի ծննդատուն անվամբ, չնայած որ այն երբեք էլ չի կրել հայ բժիշկ, մանկաբարձ, գինեկոլոգ Պարթև Մարգարյանի անունը։ Զարմանալի է, որ այս կերպ ժողովուրդը մինչև այսօր հիշում է նրան որպես Հայաստանում մանկաբարձության և գինեկոլոգիայի հիմնադիր։